Սա Արագածոտնի մարզի Կարբի գյուղն է, ընդարձակ մի սարավանդի վրա, Քասախի կիրճի աջ ափին, ահա և նույնանուն գետը, գյուղի արևելյան եզրին։ Կարբիից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արագած լեռը։ Բնակավայրը ծովի մակերևույթից բարձր է 1200-1300 մետր, Երևանից գտնվում է 20 կիլոմետր հեռավորության վրա։ Գյուղի տարածքի պատմագիտական հուշարձանները, կիրճի քարանձավները, բնակատեղիների մնացորդներն ու կիկլոպյան ամրոցները, ինչպես նաև դամբարանադաշտերը, վկայում են, որ այն բնակատեղի է հանդիսացել դեռևս վաղնջական ժամանակներում։ Հայոց Բագրատունյաց թագավորության ժամանակ 885-ից 1046 թվականներ Կարբին արքունի կալվածք էր։ Միջնադարում Այրարատ աշխարհի Արագածոտ գավառի կարևորագույն ու նշանավոր վարչատնտեսական կենտրոններից մեկն էր համարվում։ Մատենագրական աղբյուրներում Կարբին առաջին անգամ հիշատակվում է Մխիթար անեցու պատմության մեջ։ Ահա և Սուրբ Աստվածածինը, գյուղի կենտրոնական մասում։ Կառուցվել է 1691-93 թվականներին Կարբեցի մեծահարուստ վաճառական պարոն Այվազի կողմից։ Զանգակատունը կառուցվել է 13-րդ դարում։ Ենթադրվում է, որ Զանգակատան արևելյան մասում մինչև 1679 թվականը կանգուն է եղել հինավուրց եկեղեցին։ Հին եկեղեցին կառուցված է եղել 13-րդ դարում։ Պատմական աղբյուրներում սկսած 7-րդ դարից բնակավայրը հիշատակվում է որպես գյուղաքաղաք, որը ուշ միջնադարում լիարժեք առևտրատնտեսական քաղաքի վերածման նախաշեմին էր։ Զարգացած միջնադարում Կարբին իշխանաց իշխան Քուրդ Ամբերցու նստոց կայանն էր, Արագածոտնի վարչատնտեսական կենտրոնը։ Իսկ ուշ միջնադարում բնակավայրն արդեն այնքան էր հանրահայտ, որ իր անունով Արագածոտնի մի մասը անվանվել է Կարբոերկիր, Կարբոգավառ։ Կարբին եղել է վաճառաշահ գյուղաքաղաք, Կարբի ավան է կոչվել եւ այս մեր տարածաշրջանը մի որոշ ժամանակ կոչվել է Կարբու գավառ։ Եվ Կարբին հայտնի է եղել իր վաճառաշահ մարկանցով, որոնք զբաղվել են առևտրով Հնդկաստանից այն ժամանակվա դեռևս հինավուրց ժամանակներից հայտնի Մետաքսի ճանապարհից սկսած կարբեցիները Հնդկաստանից մինչև Եվրոպա տարանցիկ ճանապարհով միշտ զբաղվել են առևտրով եւ եղել են մեծահարուստներ, հիմնական մասը մեծ մասը։ Կարբին լքվել ամայացել է 18-րդ դարի վերջում։ Իր երկրորդ կյանքը ապրել է սկսել 1829 թվականին։ Կարբեցի տարեցները պատմում են, որ իրենց նախնիները գաղթել են գլխավորապես Բայազեդ քաղաքից։ Այստեղ կան նաև Մուշից գաղթածների սերունդներ։ 1900 թվականին Կարբին ունեցել է 131 տնտեսություն, 1008 շունչ բնակչությամբ։ Սկզբից այստեղ եկել են 300 ընտանիք, հիմա եղել է 1400-500 ընտանիք։ Մեզանից առաջ մի տարի երկու գավառը, այսինքն քավառն է եկել առաջ, նույն մեր սերունդներն են։ Այդպիսով այնտեղ ծովափն են հարգել, մենք էլ այստեղ աշտարակի հաղողն ենք հարգել, ու մնացել են Կարբեով ընդմիշտ։ Ժողովուրդը շատ լավ ժողովուրդ են։ Հին Բայազետից եկածներ ենք 1828 թվականին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, որ գտնվում է մեր գյուղը Մասիցի հակառակ կողմը, այնտեղից գաղթանք եկանք այստեղ։ Կարբի աշխատող ժողովուրդ Հայաստանի մեջ է, ես գյուղից բացի չես գտնում։ Առաջի չեմպիոն աշխատողներ են, գիշերու ցերեկ, մենակ գործ։ Եթե գործի լավ, Կարբչին իր գործը չի թողա եթակ պարկի տունը քնի։ 19-րդ դարի առաջին կեսին հայ քաղաքական ու կրոնական մշակութային գործիչներից էր 120-րդ կաթողիկոս Հովհաննես Կարբեցին։ 1914 թվականին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուս-թուրքական կռիվներին բազմաթիվ կարբեցիներ են մասնակցել։ Արևմտյան Հայաստանի ազատագրական շարժման ականավոր գործիչներից է եղել Կարբեցի Օնեն Հովհաննես Մերկոնյանը։ Նրա հարյուրյակը գործել է Դրոյիկ կամավորական գնդում։ Գյուղի կենտրոնում հայրենական պատերազմում զոհված 161 կարբեցիների հիշատակը հավերժող հուշարձան է։
Կառուցվել է 1986 թվականին։ Ներկայիս Կարբիում ապրում է 4800 մարդ։ Գյուղի վարչական տարածքը 2500 հեկտար է, որից 1200 հեկտարը այգիներ է, ընդ որում գերակշռողը խնձորի այգիներ, 8-ից 900 հեկտար։ Կարբին առավելապես հայտնի է իր խնձորի այգիներով։ 400 հեկտար էլ այլ պտղատու ծառեր են՝ ծիրանի, կերասի, սալորի, բեղցի։ Գյուղի այն բոլոր հողերը, որոնք հնարավոր է մշակել, կարելի ասել ամբողջապես մշակվում են։ Եթե տարին բարենպաստ է լինում, մոտ 25000 տոննա խնձոր է արտադրվում Կարբիում։ Գյուղի բնակչության եկամտի հիմնական աղբյուրը այգիներն են։ Իրազեկում է համայնքի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։ Հիմա միտում կա արտագաղթի, արտագնա աշխատանքի, որտեղ շատ մեծ բնական աղետ եղավ, կարգտարություն եղավ, բոլորի եկամտի աղբյուրը, ինչ որ սպասվում էր, ներկայիս դրությամբ ակնկալիքներ չկա։ Եթե կա ինչ որ մի 2-3 փոքր հատվածներ, որտեղ կարող է մի 20% վնասված, նաև այդ 20%-ը նաև վնասված միրգ խնձոր մնացած լինի, բայց հիմնական հատվածը 100% ավերել է եւ բացի այն որ բերքն է ավերել, նաև ռիսկի տակադրված հաջորդ տարվա այգիների հաջորդ տարվա բերքատվությունը, քանի որ մեծ վնաս է տվել նաև ծառերին, կա մնացել է ծառերի վրա ինչ որ քանակությամբ բերք, բայց այդ ոչ վաճառքի ենթակա է, ոչ ինչ որ դա պրոստը կարող է ինչ-որ հումք ծառայի տարբեր վերամշակման գործարաններում հումքի տեսքով, իսկ այդ ինքնարժեքը չի կարողանալու հանի։ 76 տարեկան եմ, սեպտեմբերի 20-ին անցնում եմ 77-ի մեջ, այսպիսի բան, ոնց իմ ապուպապերից եմ լսել, Մովսես խորենացի պատմությունը լսել եմ, Վարդանանք պատմությունը, Փաստոց բուզանդի մյուսների, բայց ես սես բան չեմ լսել իմ կյանքում մեկ, թե ես ինչ ահրելի ոչնչացում, ես ինչ ահրելի երևույթ, չկարեցանք, որ միտեղ պայքարենք, Հայաստանում մեկ ամբողջը վերացրեց, մեր բերք ու բարիքը տարավ, εμείς մնացել ենք կացկացելու հարցական, այս տարի չկա, գալող տարի էլ չի լինի, նա նորտի բողբոշտա, նստենք թախտին, սպասենք բախտին, տեսնենք 3-4 տարին կլինի, թե չէ։ Կառավարությանը առաջարկ է արվել վարկերը սարեցնել մեկ տարով, շարունակում է իր խոսքը գյուղապետը։ Խոստում կա, բայց կոնկրետ ձեռնարկում դեռ չկա։ Եկել են հանրապետության վարչապետն է եկել, 2-3 նախարարներ, տարածքային կառավարման, գյուղատնտեսության նախարարը, արտակարգ իրավիճակների նախարարը եկել են, միասին այգիները նայել ենք, ուսումնասիրել ենք, հետո հաշվառել ենք կոնկրետ ինչ չափի վնաս է կրվել, Կարբի համայնքի վարչական տարածքում մոտ 10 հակակարգտային կայաններ կա, դրանք գործել են, աշխատել են, բայց նմանատիպ հզոր կարգի զանգվածին գազային սիստեմի հակակարգտային կայանները դրանք չեն օգնում։ Ուրեմն բնակչության մոտ 80%-ը ունի գյուղատնտեսական վարկեր եւ առաջարկ այլ է որ վարկերը հնարավորինս դեպքում գոնե 1 տարի ժամկետով սառեցնեն տոկոսադրույքները։ Վարկերի մասին ովքեր վերցրել են պետական բանկերից, նրանցը մի տարով սառեցված է։ Ես ասենք վերցրել եմ, գնացել եմ, թեւի տեսին է բռնում, տեսի չբռնում։ Մեր Մյուսին ոսկե եմ Դրեսյանյան, դա չի հասնում մեզի, մենք էլ մնում ենք օդին մեջ։ Ինչպես կարելի է խուսափել նման բնական աղետներից։ Արդյոք սա չի ուշում, որ հարկավոր է ստեղծել ապահովագրական ընկերություններ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գրեթե ամեն տարի, կամ եթե ոչ ամեն տարի, 2 տարին մեկ բնության արհավիրքի կարկուտի հետևանքով գյուղացու հոշ բերքը ոչնչանում է։ Շարունակում է իր խոսքը Կարեն Բաղդասարյանը։ Ժողովրդին անհրաժեշտ է, որ ունենան ապահովագրություն, այսինքն որոշակի
առումներով գոնե ապահովված լինեն, բայց տնտեսական տեսակետից ես չեմ կարծում այս տվյալ պայմաններում կհայտնվի մի ապահովագրական ընկերություն, որը որ կփորձի ապահովագրել կամ որը որ կուզենա ապահովագրել այդ մասշտաբի այդ չափի այդ մասշտաբի այգիներ։ Դրա համար պետքա առաջին հերթին գյուղատնտեսությունը որոշակի առումներով ապահովված լինի, դա պետքա հետևենք ավելի զարգացած երկրների գյուղատնտեսությանը, կարկտից պաշտպանվելու համար միակ ապահով ձևը որ կա այդ հակակարկտային ցանցերն է, բայց դա բավականին մեծ գումարներ արժի, դա մոտ մի հեկտարի հաշվարկով $10,000 ԱՄՆ դոլար եթե վերցնենք կամ 5 միլիոն դրամ գումարը կազմում, նույնիսկ առաջարկ ա եղել կառավարությանը, եթե կլինեն ինչ-որ ֆոնդեր, ինչ-որ դրամական հոսքեր, որը կարող է տրամադրվել ժողովրդին, ոչ անմիջական ժողովրդին, որ ամեն մեկը վերցնի իր իսկ անձնական նպատակների համար օգտագործելով, ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ տրամադրվող ու նաև վարկերի տեսքով եթե լինի, կուզենան այդ աշխատանքները կատարել որոշակի կազմակերպություններ, թե մեր երկրի, թե արտերկրյա կազմակերպություններ, որոնք ցանցապատեն այգիները, այդ փողը փոխանցվի այդ տվյալ կազմակերպություններին եւ բնակիչները, այգեգործները, ֆերմերները 10 տարվա ընթացքում, գոնե 10 տարվա ընթացքում այդ գումարը հետ վերադարձնեն։ Եթե մարդիկ ցանցապատեն, այլ երկրորդ ինչ-որ ապահովագրելու խնդիր պետք չի, այսինքն չկա այլ սպասվող վնաս կամ այնտեղ մնում է միայն ռիսկայնությունը ցրտարարության հետ կապված, որը որ ստատիստիկայում 10 տարին մեկ կամ 15 տարին մեկ խնձորը առհասարակ չի ցրտարվում, ինչ որ կարող մասնակի չափի, որտեղ ծառերն էլ կլիմայի հետ փորձում են ինչ որ ադապտացվեն, հարմարվեն։ Կարբիում մի մաս ոռոգումը կատարվում է բաց առուներով, իսկ այն հատվածներում, որտեղ կիսախողովակներ են, դեռևս խորթային տարիների ցանց է ու արդեն վերանորոգումների անհրաժեշտություն կա։ Իսկ ջրի հետ կապված կարելի է նշել, որ ընթացիկ տարում բարելավվել է վիճակը, բավարար ջուր է տրվել։ Համակարգի բարելավման ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարվել են գյուղապետարանի միջոցներով։ Բնակիչները եւս իրենց ներդրումն են ունեցել։ Առաջին մեծ գումարի տեսքով մեծ ծախսերը ուրեմն ծախսվելու է պարտանյութերի վրա, բուժանյութերի վրա, ուրեմն ոռոգման համակարգերի։ Մենք նաև առաջարկ ա եղել եւ կարծում եմ պետությունը կընդառաջի, որ ոռոգման ջրի գոնե 50%-ը պետական բյուջեից տրվի։ Գյուղում խմելաջրի ջրագծերի մոտ 50%-ը նորացվել է։ Այս հատվածը սպասարկում է հայ ջրմուղը, իսկ մնացած մասը, որը գտնվում է համայնքի ենթակայության տակ, սպասարկվում է Կարբի կոմունալի կողմից, ընդ որում այս հատվածում ջրի սակավություն կա։ Իսկ ջրագծերը համայնքային միջոցներով փոխվել են։ Մնացել են շատ քիչ հատվածներ, դրանք եւս կփոխվեն։ Հիմա փորձում ենք կառուցել նախկինում խորքային պոմպակայան ենք ունեցել։ Հիմա դրա կառուցման, վերակառուցման աշխատանքներն է ներկայումս տեղի ունենում, որպեսզի գոնե ջրամատակարարումը հասցնենք 10-15 ժամ։ Ես կարծում եմ, որ մի 20 օրից կավարտվի պոմպակայանի վերանորոգման աշխատանքները։ Կարեն Բաղդասարյանը համայնքապետ է ընտրվել 2012 թվականի աշնանը։ Երիտասարդ է, նպատակասլաց։ Այսպես են նրան բնորոշում իր համագյուղացիները։ Ավելացել են մշակութային միջոցառումները։ Համայնքային միջոցներով իմ գործունեության ժամանակ գործեր արվել են, գրեթե իմ բոլոր ծրագրերը կյանք են ստացել, ներկայացնում է գյուղապետը։ Առաջին աշխատանքների թվում կարելի է նշել գլխավոր փողոցներում լուսավորության ցանցի անցկացումը։ Համայնքապետարանի միջոցներով վերակառուցվել, ասֆալտապատվել են 5-6 փողոցներ, որտեղ նախկինում ասֆալտ չի եղել։
Վերանորոգվել են եւ այն փողոցները, որտեղի ասֆալտը արդեն քանդվել էր։ Կառուցվել է գյուղի մուտքի խորհրդանիշը։ Գյուղը ամբողջապես գազաֆիկացվել է։ Մինչ իմ համայնքապետ դառնալը, ասում են, համայնքի 25-30% էր գազաֆիկացված։ Այսպես արված գործերի մասին շարունակում է իրազեկել Կարեն Բաղդասարյանը։ Գյուղում տեղադրվել են հակակարգտային կայաններ։ Խմելաջրերի ակունքները մաքրվել, կառուցվել են կապտաժներ։ Կառուցվել է Կարփի կոմունալ հողակ, որը սպասարկում է ջրամատակարարումը, աղբահանությունը, կատարում է աղբահանության աշխատանքներ, ուրեմն բավականին բարելավել է խմելու ջրի որակը, սպասարկումը որակը, ավելացել է քանակը, ոռոգման ցանցերը, այգեմիջյան ճանապարհները վերանորոգվել, կառուցվել, կշարունակենք ճանապարհաշինությունը եւ հիմա այս տվյալ պահին եւս ճանապարհաշինություն գնում է, որտեղ են երկրորդական փողոցները, որտեղ հնարավորություն չկա, ճիշտ է, ասֆալտապատում, բայց խեճապատվում են։ Կան մի քանի փողոցներ, որտեղ փողոցային լուսավորություն կանցկացվեն։ Կարեն Բաղդասարյանի օրոք վերանորոգվել է գյուղապետարանի շենքը։ Կենտրոնի հուշաղբյուրը գրեթե կիսաքանդ էր դարձել։ Նորոգվեց ու շրջակայքը բարեկարգվեց։ Այժմ ահա այսպիսի գեղեցիկ տեսք ունի։ Երրորդ տարին է մշակույթի տանը ստեղծվել է բարի խումբ։ Դեռ հարցեր կան, ասում է գյուղապետը։ Գյուղը չունի երիտասարդության համար ժամանցի համապատասխան կառույց։ Կառուցվի մի սպորտային եւ կից մշակութային համալիր։ Նախագծային աշխատանքները ճիշտն ասած կատարվել են, պատրաստ է եւ մենք պատրաստ ենք համայնքը մոտ տվյալ ծրագրի մոտ 20%-ը ներդնել, կփորձենք ներկայացնել պետական ակցիաներում։ Սա գյուղի մանկապարտեզն է։ Սաների թիվը 150 է։ Կարբիի մանկապարտեզ են հաճախում նաև հարևան Ուշի, Օհանավան, Արտաշավան համայնքներից երեխաներ։ Մանկապարտեզը 2014 թվականին մասնակի նորոգվել է համայնքապետարանի միջոցներով։ Անհրաժեշտություն կա ընդարձակել մանկապարտեզը, որովհետև մոտ 50 երեխայի հայտ կա, բայց տեղ չլինելու պատճառով հնարավոր չէ ընդունել։ Պետք է կատարվի նաև ներքին հարդարում։ Հանրապետությունում կարծում եմ բացառիկներից է ունենք բնական աճ։ Վերջին 4 տարիների ընթացքում ամեն տարի, այս տարի ավելի շատ է ցուցանիշը, մոտ 60 երևի 60-65 երեխա աճ կլինի ծնելիությունը, մոտ ուրեմն ծնվում է 88-90 երեխա տարեկան, իսկ մահացությունը 25-20։ Համայնքապետարանը մշակել է նաև գյուղում տուրիզմի զարգացմանը նպաստող ծրագիր։ Գյուղը տեսարժան շատ վայրեր ունի։ Քասախի կիրճում գտնվող հանգստի գոտում էլ ավելի հաճելի ու գեղեցիկ միջավայր ստեղծել։ Այսպիսին է աշտարակի տարածաշրջանի Կարբի գյուղը իր անցյալ ու ներկա կյանքով ու առաջիկա ծրագրերով։